Մի քանի օր է արդեն մեզ մոտ վերին Գյոդաքլիում մեկը մյուսից սարսափելի լուրեր են հասնում։ Այսինչ գյուղում հայերը այս են արել, այն են արել, բայց այդ լրաբերների մեջ չկար գոնե մեկը, որ իր աչքով տեսած լիներ։ Հիմա միայն հասկացա, թե ինչ ծանր հետևանքներ կարող է թողնել սուտը։ Կթվորուհի Քուբուրա Գադիրովայի խոսքերն են տպագրված Ղափան թերթի 88-ի մարտի 5-ի համարում։ Փետրվարի 25-ին տեղի ունեցել առաջին ցույցը Ղափան։ Առաջին ցույցից հետո թողեցին ու հեռացան։ Դրանք էլ մարդիկ էին, որոնք ասում են հասան Բաքու, այդ կեղծ լուրերը տարածեցին։ Այսինքն գնացածները Բաքվում հայտարարում էին, որ Կապանում ողջի գետով այրան գետակներ հոսեն։ Չեմ հանդիպել այնպիսի մի դեպ, այնպիսի մի ակնարկի, որ այստեղից գնացող ադրբեջանցիներին կարող է ինչ-որ ձևով վնաս են տվել կամ նեղացրել են։ Մարդիկ ուղղակի հանգամանքների բերումով թողել գնացել են, բայց ճիշտ հակառակը չեմ կարող ասել մեր հայերի համար, այնտեղից եկող։ Զանգելան ու Բաքու հեռացողները այստեղ էին հանգրվանել, նրանց հետ բերելու համար անգամ ավտոբուսներ ուղարկվեցին։ Երբևէ բեռներ չեն թալանել, մարդկանց մեքենաները չեն կողոպտել, ինձ հայտնի են դեպքեր, անունը հիմա մոռացել եմ, այդ մարդը ասում է ադրբեջանցի իմ ընկերը մի կիլոանոց բանկայի մեջ ոսկին հանձնեց ինձ, հետո եկավ հետ վերցրեց ու տարավ։ Ադրբեջանցի բանաստեղծ կար, Սամեդ Բուրուգոն ասում էր մենք ոչ թե ապրում ենք կողք կողքի, այլ մենք ապրում ենք իրար մեջ։ Աբդուլ էր անունը, բայց մենք Աբո էինք ասում։ Աբոն շատ հետաքրքիր, շատ հյուրասեր, շատ մի լավ անձնավորություն էր, որ մեր այս ջերմությունը հենց գալիս էր տեղից էլի։ Եվ այդ ժամանակ ինչքան ցուցահանդես էր անում, Աբոն մեր հետ միշտ մասնակցում էր եւ մենք երբեք չէինք իրար ինչ որ չկար մեր մեջ, ասենք, հայ եւ ադրբեջանցի հասկացողություն, կա միայն նկարիչ հասկացողություն, մարդ հասկացողություն։ Կապանի տարածաշրջանի ադրբեջանաբնակ գյուղերի այն դպրոցներն են, որոնք իրենց տեսքով, իրենց տիպային տեսքով շատ ավելի արժեքավոր, շատ ավելի լավ պայմաններով ապահովող դպրոցներ են, քան հայկական դպրոցում, այսինքն տարբերություն չէր դրվել։ Կապանով անցնող երբեմնի երկաթուղին հարևան երկրի հետ առևտուրն էր ամրապնդում, ադրբեջանական հագուստահայերի համար անհամեմատ էժան էր։ Կապանի տարածաշրջանի 3 տասնյակից ավելի գյուղեր նրանց տրամադրության տակ էին, իսկ Խորհրդային Միության կարգախոսը ազգերի բարեկամությունն էր։ Գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանը բոլորին հայտնի ու բակը 2 դիմանկար է հավերժացրել 92-ին։ Երբ իմացա, որ ինչ-որ գերիներ են բերել Ղափան, գնացի տեսակցության, իմ հետ քաղցրավենիք էի վերցրել եւ երեխային հյուրասիրելու համար, էլի։ Նկարներ ուրեմն Կաֆարն է, հայրը եւ տղան Զաուրը։ Եթե ին մեջ սեր չլներ այս մարդկանց նկատմամբ, իհարկե ես չէի գնա նկարեի։ Դուրս գալուց արդեն դուրս էի գալիս։ Կաֆարը ինձ ասեց, հնարավոր է որ էլի գաք, ասեցի իհարկե, էլի կգամ։ Վերջին ադրբեջանցին թողեց Սյունիքը 89 թվականին, իսկ նրանց մասին հուշերին վերջ չկա։ Կապանի շղարշիկ թաղամասում ադրբեջանական գերեզմանները մեծ հայրենականի հուշարձանը դեռ խոսում են անցյալի մասին։ Ջարդերից հետո Բաքվից Կապան հասած փախստականները այժմ ապրում են առանց վախի, ֆիզիկական բնաջնջման վտանգ չկա։ 89 թվականից դեկտեմբեր ամսում, դեկտեմբերի վերջը, մենք արդեն եկել ենք ստեղ Կապան։ Եվ 90 թվականից մայիս ամսում, որ հատկացրել են արդեն այդ շենքը, վերանորոգելով մենք տեղափոխվել ենք ստեղ։